Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք։ Այսօր միասին որոշել ենք պատրաստել մի շատ համեղ ուտեստ, պատրաստելու ենք խաշլամա։ Բոլորս էլ գիտենք, որ խաշլաման պատրաստում են տավարի մսով կամ գառան մսով։ Չգիտեմ, կան մարդիկ, որ պատրաստում են այլ մսերով, բայց ես հիմնականում պատրաստում եմ կամ տավարի կամ գառան մսով, եւ մեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները։ Ես այստեղ ունեմ թարմ մսեր, բայց ես երևի թե այսօր կընտրեմ գառան միսը։ Մեզ հարկավոր է գառան միս, թարմ կանաչիներ, պոմիդոր, մեզ անհրաժեշտ են համեմունքներ, դափնուտերև, կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ, տոմատի մածուկ, ունեմ քաղցր եւ կծու պղպեղներ, կարտոֆիլ եւ գլուխ սող։ Հիմա ինչ եմ անելու, առաջինը լավ կլվանամ գառան թարմ միսը եւ կդնեմ, որպիսի եփվի։ Ինձ անհրաժեշտ քանակության միսը դրեցի կրակին, հիմա այս մնացած մսերը, տավարի միսը եւ գառան միսը դնում եմ այսպես սառցախցիկի համար նախատեսված տոպրակների մեջ, կուղարկենք սառցախցիկ մեկ այլ համեղություն պատրաստելու համար եւ դրանից հետո կկտրատենք արդեն խաշլամային անհրաժեշտ բաղադրիչները։ Հիմնականում գառան միսը ես միշտ թարմ եմ գնում եւ չեմ սիրում սառեցրած, բայց այստեղ մնացել էր մի փոքր ավելի փափուկ մասան, դա էլ մի ուրիշ համեղություն կպատրաստենք։ Ասեմ, որ միսը հենց սկսի եռալ, նոր կավելացնեմ դափնուտերև, իսկ աղը անպայման կավելացնենք վերջում։ Հիմա պետք է կտրատենք բաղադրիչները։ Այսպես կլորավուն կկտրատեմ պոմիդորը, ինձ մոտ փոքրիկ լոլիկներ են, շատ համեղ են այս տեսակի լոլիկները, եւ ես պատրաստում եմ հենց այս տեսակով, հիմնականում սա ենք օգտագործում կամ չերի լոլիկները, ամբողջ բաղադրիչները կկտրատենք այսպես կլորավուն, պղպեղները, կծու պղպեղները չեմ կտրատի, քանի որ հնարավոր է կծու լինեն, որպիսի արգանակը շատ կծու չստացվի, քանի որ համոզված եմ, բոլորդ էլ կհամաձայնեք ինձ հետ, որ խաշլամայի հյութը մի այլ կարգի արտակարգ համ ունի եւ նույնիսկ մարդիկ կան, գիտեմ, որ սիրում են բաժակով լցնել եւ խմել, դե մեր տանը երեխաները սիրում են տրորել կարտոֆիլը այդ հյութի մեջ, հիմնականում միս այդքան էլ չեն ուտում խաշլամայի միսը, բայց ես հենց անձամբ ես ինքս սիրում եմ ուտել միսը եւ խմել հյութը, կարտոֆիլը այդքան էլ չեմ սիրում։ Կանաչին էլ կտրատենք, սովորաբար պետք է սոխն էլ կտրատել այսպես լուսնաձև կտորների, բայց ես սոխը չեմ կտրատում, քանի որ գիտեք արդեն երևի շատերդ, որ մեր տան ամուսինս սոխ չի սիրում եփածող, ես հենց այսպես կդնեմ եւ հետո կհանեմ։ Միսն արդեն արտազատել է քափը, ժամանակն է ամբողջ քափը վրայից հեռացնելու։ Սիրելիներս, արդեն երևի շատերդ գիտեք, որ ես թե տոլման, թե մնացած շատ այսպես համեղությունները սիրում եմ պատրաստել այսպես տոմատով, ոչ թե սոխառած սոխով, այլ այսպես համեմունքները խառնել իրար, ինչ որ ուզում եմ, թողնել մի փոքր եռա, որպիսի համերն իրարով անցնեն եւ նոր ավելացնել ճաշատեսակին։ Ես այստեղ լցրեցի տոմատը, կարակ եւ յուղ ոչինչ չեմ դնի, որովհետեւ գառան միսը արդեն իսկ յուղոտ է, դրեցի տոմատը, ավելացրեցի կարմիր եւ սև պղպեղները, աղը, չորացրած ցիտրոնը, այսպես կխառնեմ, կթողնեմ մի փոքր կեռա, աղը քիչ կանեմ, որովհետև մսին եմ ավելացնում, մսին էլ ավելացնեմ, կթողնեմ կեռա եւ վերջ։ Միսն արդեն բավականաչափ եռացել է, եփել է եւ հիմա ես կհեռացնեմ ջրից միսը, կառանձնացնեմ առանձին ամանի մեջ, հետո մեկ այլ տարայի մեջ կքամեմ արգանակը, որպիսի հետո ավելացնենք արդեն խաշլամայի վրա։ Ամեն ինչ արդեն պատրաստ է, ժամանակն է մեր խաշլաման հավաքելու։ Վերցնում ենք դատարկ կաթսան, ըստ հերթականությամբ շարում ենք մեր բաղադրիչները։ Սկզբում առաջի շերտը կշարեմ պղպեղները, լոլիկները, հետո միս, հետո կարտոֆիլը, կավելացնեմ տոմատի մածուկը եւ հետո նորից այսպես շարունակաբար շերտ առ շերտ ըստ հերթականությամբ, բայց այնպես կանենք, որ միսը լինի ներքևում եւ այսինքն վերջի շերտը մնա կարտոֆիլը, քանի որ կարտոֆիլը ավելի շուտ է եփվում, միսը ես եփել եմ, բայց ոչ այնքան որ արդեն ամբողջովին պատրաստ էր, որպիսի վրայի շերտը լինի կարտոֆիլ։ Ինձ մոտ այսպես 2-3 շերտ եղավ, կդասավորեմ ըստ հերթականությամբ եւ վերջում ավելացնեմ
ավելացնելու ենք ամբողջությամբ տոմատի մածուկը, արգանակը և կուղարկենք եփվելու։ Ահա եւ վերջ, կարծես թե վերջացնում ենք։ Գիտեմ, որ հիմա շատերը մտածելու եք, որ այ Կարինե ջան, ախր կաթսատ ոնց որ մի քիչ փոքր ես վերցրել։ Եռալույա թափվի, ասեմ, որ ոչ։ Ես, ահա, այստեղ չմոռանամ նշել, թարմսողն էլ հենց այսպես դնում եմ։ Ես դնելու եմ սկզբում մարմանդ կրակի վրա, շատ մարմանդ, եւ այդ տաքությունից, երբ սկսեմ բաղադրիչները փափկել, արդեն կնստի բավականաչափ այս մասսան եւ կիջնի ներքև եւ ոչ մի նման բան չի լինի, չի թափվի, ես դա արդեն ի նկատի էի ունեցել, արգանակը շատ տաք է, բայց այսպես լցնում ենք հաշլամայի վրա, մնացածն էլ կլցնենք, ափսոս է այդ ամենը որ մնա, կողողեմ եւ նորից կավելացնեմ հաշլամայի վրա եւ կուղարկենք եփվելու։ Մեր խաշլաման գրեթե պատրաստ է։ Ես ուղղակի չեմ կարող նկարագրել, թե ինչ բույր է տարածվել մեր խոհանոցով ամբողջ տնով, քանի որ եղանակն էլ տաք է, պատուհանն էլ է բաց եւ պատկերացնում եմ, թե դրսում ինչ բույր է տարածվել։ Այսպես ստուգում ենք, երբ արդեն կարտոֆիլը փափուկ է, մեր ուզած փափկության է, ուրեմն խաշլաման արդեն պատրաստ է։ Կանջատենք, կթողնենք մի 5 րոպե հանգստանա եւ կսկսենք մատուցել։ Ահա, արդեն ինձ մոտ հանգստացել է, եռը կանգնել է, ինչպես տեսնում ենք, մատուցում եմ, ահա սա թարմսողը, տեսեք, չի հալվել եւ ոչ մի խնդիր չեմ ունենա, որ հալվածը եւ ատամի տակ է ընկնում։ Ես դա հենց այդպես կուտեմ, ես շատ եմ սիրում եւ այսպես, ինչպես ուզում եք, գեղեցիկ կդասավորենք մատուցվող ամանի մեջ։ Եթե սիրում են ընտանիքի անդամները ջրով, հենց այդպես ամենքին իր ամանի մեջ ջրով, այսպես սոուսի նման, եթե չէ, այսպես գեղեցիկ մատուցվող ափսեի մեջ դասավորում ենք եւ վերջ, կարելի է արդեն մատուցել։ Չմոռանամ վրան էլ նորից այդ անմահական հյութից ավելացնել, որպեսզի ավելի հյութեղ լինի մեր մատուցվող խաշլաման եւ կարելի է արդեն ուտել։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, ես գնամ խաշլաման վայելելու, իսկ դուք էլ դիտեք իմ հոլովակը, հուսով եմ այն ձեզ դուր կգա։ Առայժմ կհանդիպենք։